Տարեկետումը պրծավ, այս տարի նոր տանում են բանակ, մի տարի տարեկետում էր։ Լավ է ձեր տրամադրվածությունը։ Այո։ Ինչ եք տեղավորել պայուսակի մեջ։ Քաղցավենիք է շատ։ Տղեկով բացեցինք, հյուրասիրում ենք։ Ամառվա հերթական զորակոչն է, զորակոչիկների տրամադրությունը լավ է, բայց շատ կկարոտեն ընտանիքի անդամներին, գրեթե բոլորն այդ տողերն են ասում, իսկ պարտադիր ժամկետային զինծառայությունից հետո կշարունակեն ուսումը, կամ էլ միանգամից կաշխատեն։ Պաշտպանության նախարարության կենտրոնական հավաքակայանում զորակոչիկները մասնակցեցին վիճակահանությանը, ըստ որի որոշվում է, թե Հայաստանի որ զորամասում են ընդգրկվելու։ Վիճակահանությունը հեռարձակվում է տարածքային ստորաբաժանումներ, որտեղ գտնվող զորակոչիկների ծնողները հետևում են արդյունքներին։ Խուսափում եմ, որ պատերազմ չլինի այսքան իրավիճակներից հետո գոնե այս անգամ բարեհաջող լինի իրանց ծառայությունը բոլոր զինվորները թող լավ ծառայեն, վերադառնան, խաղաղություն լինի։ Գնդապետ Սահակ Սահակյանը ներկայացնում է վիճակահանության թմբուկները։ Թմբուկների շարքը բավական երկար է, Հայաստանի զորամասերն են, իսկ Արցախը բացակայում է։ Գնդապետը ընդգծում է, ռազմաքաղաքական ղեկավարության կողմից որոշում է կայացվել Արցախում ծառայություն կիրականացնեն միայն պայմանագրային զինծառայողները։ Մեր վերջին զորակոչը 2020 թվականի ամռան զորակոչը ժամկետային հուլիսի 1-ից կզորացրվի մինչև օգոստոսի 30-ը այլևս Արցախում չեն ունենա ժամկետային զինծառայողներ։ Արցախի համար մշակված է ծառայության գրավչության բարձրացման փաթեթ։ Գնդապետի խոսքով հիմնականում Արցախի ռեսուրսից պայմանագրային զինծառայողներով է համալրվում Արցախի պաշտպանության բանակի թափուր հաստիկները, իսկ նպատակը ժամկետային զինծառայողներին առաջնագծից հանելն է։ Սահակ Սահակյանը նշում է, այդպիսի փորձ ունենք նաև Հայաստանում։ 3-րդ բանակային կորպուսում զինծառայության մեջ գտնվող ժամկետայինների 90%-ը չեն ընդգրկվում առաջնագծի մարտական հերթապահությանը։ Պայմանագրային զինծառայողների թվաքանակից կապված մնացած զորամիավորումներում եւս կգնան այդ քայլին։ Պաշտպանության նախարարի զինված ուժերի գլխավոր շտաբի նպատակներից մեկը դա է, որ ժամկետային զինծառայողներին ինչքան հնարավոր է առաջնագծից հանենք։ Հնարավորության սահմաններում մնացած բոլոր զորամիավորումներում գնալու ենք դրան։ Ժամկետային զինծառայողները զբաղվելու են միայն պատրաստությամբ։ Պաշտպանության նախարարի կողմից այս զորակոչից սկսած նոր կարգ է սահմանվել։ Բոլոր զորակոչիկները վիճակահանվում են, գնում զորամասեր եւ նշանակվում են ծառայության, հրաձգային ուսումնական գումարտակներում։ Ասում է Սահակ Սահակյանը եւ նշում, որ գումարտակներում գտնվելու են մոտավորապես 5 ամիս մինչեւ ուսումնական փուլի ավարտը, իսկ դրանից հետո կտեղափոխվեն իրենց հիմնական զորամասեր, որտեղ էլ կորոշվի կընդգրկվեն մարտական հերթապահության, թե ոչ։ Պաշտպանության նախարարի միակ նպատակը նա է եղել, որ զինվորները ոչ լրիվությամբ պատրաստություն չանցած մարտական հերթապահության չընդգրկվեն։ Այսինքն այդ զինծառայողները մարտական հերթապահության կարան ընդգրկվեն զորակոչի օրվանից սկսած մինչև 5-6 ամիս ժամկետից հետո։ Այս տարի ամառային զորակոչը մեկնարկել է հունիսի 13-ից։ Նախքան վիճակահանության մասնակցելը զորակոչիկներն անցնում են բժշկական հետազոտություն հանրապետական հավաքակայանում, ամբողջ զորակոչի ընթացքում աշխատում է նաև բժշկական հանձնաժողով։ Լրագրողներին տեղեկացնում է բժշկական հանձնաժողովի նախագահ Դանիել Մկրտչյանը։ Իրականացնում ենք ֆլուորոգրաֆիկ հետազոտություն բոլոր զորակոչիկներին, կրծքավանդակի ֆլուորոգրաֆիկ հետազոտություն սուր պաթոլոգիաները հայտնաբերելու համար, ընդհանրապես արկա պաթոլոգիաները։ Հաջորդական կատարվում է բժշկական զրնություն, որը իրականացնում է ջերմաչափման ու մարմնազրնության, նայում է բերանի խոռոչ, ատամներ, ձեռք, ոտք, ամեն ինչ։ Եվ բնականաբար գնում է համեմատություն ակնհայտ պաթոլոգիաներ մեր կողմից հայտնաբերվելու դեպքում տեսանելի, ինչ որ տեսանելի է, համեմատում ենք անձնական գործում առկա հետազոտության տվյալներին, որը հիմնականում համապատասխանում է եւ նայվում է նաև իրենց համապատասխանությունը իրենց վրա դրված առողջական հոդվածներին։ Բժշկական հանձնաժողովն ուսումնասիրում է նաև կատարված պատվաստումները։ Երիտասարդները նախքան զորակոչվելը տարածքային պոլիկլինիկաներում 6 պատվաստում են ստանում 9 ինֆեկցիաների դեմ։ Եթե լինում են զորակոչիկներ, որոնք ստացած չեն լինում պատվաստումները, ծառայության ընթացքում են պատվաստվում, վստահեցնում է Դանիել Մկրտչյանը։ Զորակոչիկի առողջական վիճակից, ստացած գիտելիքից ու բնակավայրից կախված վիճակահանություն է կատարվում։ Առողջական որոշ խնդիրներ ունեցողների համար ծառայության հեշտացված օրվա կարգացուցակ անվանումով վիճակահանության թմբուկ կա։ Թմբուկների անվանացանքը համալրում են սահմանապահ զորքերը, հատուկ նշանակության զորքերը, ուսումնական տեխնիկական զորամասերը, հումանիտար ուղղվածության զորամասերը, դոսավն ավարտած վարորդները։ Իսկ թե ինչու է Ռուսաստանի Դաշնության սահմանապահ զորքերի համար առանձին վիճակահանության թմբուկ դրված, գնդապետ Սահակյանը հիշատակում է 1994 թվականից կա միջպետական պայմանագիր, ըստ որի Հայաստանը Ռուսաստանի սահմանապահ զորքերին որոշակի քանակության զինծառայողներ է տալիս, որոնք էլ ընդգրկվում են պետական սահմանի պահպանությանը։